ես։ Բարև քուրիկ ջան, ես քո ցավը տանեմ։ Ոչ ամփին վթարներ չեղավ, գիտեմ սարած ես զմերվայաները։ Կայնի։ Լես մինիմալը ստացի։ Ինչ եք անում։ Էսի քու մինիմալն է, մեռնեմ ջանից, ստացի, ցավը տանեմ։ Ինչ կցանկանաք։ Ես չեմ ջոգում, ես ինչ վռազ ես դու, ցավը տանեմ, սպասի որոշենք էլի, այ մեռնեմ քեզ։ Այս էջը պետքա թարմացվի։ Լավն էր սա։ Ինչքան վյու ապահովեց։ Համապատասխան մինյուտ պետքա արվի, որը ռեյտինգ ապահովի։ Ժողովուրդ ջան, ես ձեզ այդքան ասեմ, խնդրեմ, առանց ինձ մի պարեք։ Դու խառնել ես, մենք իրար չենք ճանաչում։ Չեք ճանաչում էլի, որ ինձ տեղը բերում ես։ Այ օրինակ, քուրիկը ինձ ճանաչում է, ես հաստատ գիտեմ։ Արա գլուխը ցավում, ինչ ես եկել կպշկվում։ Արագ նկար ինչ։ Վերնում ջանի, ես ոնց է խոսում, այդ վացածի մենք ով ենք։ Կարոջին եսեք մեզ ինչ եմ ասում, սաղի։ Այ քեզ նյութ։ Մեր ուզածն է լրև։ Կամիկ ըստեմ որ ինձի տեղը չի վերում։ Արա ես ալիք սետակի չի տղեն եմ, արա մալիքի չի, արա։ Կամիկը որ ինձ տեղը չի վերում, թե սաղի դետ եմ, արա։ Արա։ Արա ինչ է, Արի սոս։ Մամա! Սոս արի։ Մի արա։ Սոս արի։ Արա ես ինչա։ Արի սոս։ Ոնց եմ ապրելու առանց քեզ։ Դու ինձ տարար քեզ հետ։ Ինձ էլ տարար քեզ հետ, մամ։ Չեմ, մի գնի, մնի։ Քեզ ինչ է եղել։ Դու ինչ ունես ասելու, ինչ բողոք ունես ասել։ Բողոք։ Ինչ բողոք։ Ես էլ քո նման մեկն եմ։ Ես հարուստների տուժվածն եմ։ Տեն զարմացած մի նայի։ Ես ու դու այս ընտանիքի զոհերն ենք։ Քեզ ինչ է եղել։ Դու ով ես։ Ես որ բաղջիկ եմ։ Շատ փոքր էի, որ մամաս մահացավ։ Պապաս է ինձ մեծացրել։ Իմ պապան համ մամա է եղել, համ էլ պապա, միևնույն ժամանակ։ Իսկ ես մեր ունեի, որ իմ մաման ամեն ինչ էր։ Իմ պապան էլ իմ համար էր ամեն ինչ։ Ուղղակի ես տան գազանների թեթև ձեռքով ես իրան էլ կորցրեցի։ Պապաս մահացավ, ես հայտնվեցի ես խղճուկ վիճակում։ Ու դարձա ես ընտանիքի գերին։ Ուղղակի քեզ մի բան եմ ուզում զգուշացնեմ, որ զգուշ եղի, որ չհայտնվես այն վիճակում, ինչը որ ես եմ։ Ու եկել եմ, որ իմ օգնությունը քեզ առաջարկեմ։ Ես պատրաստ եմ քեզ օգնեմ ինչով որ կարող եմ, որովհետև հասկանում եմ քեզ։ Եթե դու իզնից նեղանաս, բայց մնաս երկրում, ես Աստծուց գոհ ու շնորհակալ կլինեմ։ Ես քեզ խնդրել եմ։ Ես քեզ շատ էի խնդրել։ Բայց ոնց որ դու թքած ունես ինձ վրա, հա? Դե չի երևում, որ հա։ Կարաս դու չխառնվես վաբշե։ Կխառնվեմ, որովհետև ստրեսի ես ենթարկել եմ կնոջը։ Ինքը իմ աղջիկն է։
Ինչ որ չի երևում, որ քո աղջիկն է, գիտես։ Կամ ինքը իրականում քո աղջիկը չի։ Կամ էլ հաճախ ես մոռանում, որ աղջիկ ունես, թե չէ, այսքան ստորաբար չես վարվի։ Լսի արի կլնի, իմ ու աղջկաս հարաբերությունների մեջ մի մտի, ոչ ոք իրավունք չունի։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, ծեց Նորիկ։ Ինչ հնարավորություն։ Վերջնական զրույց ունենալու հնարավորության համար։ Սա լինելու է մեր վերջին ու գուցե ճակատագրական զրույցը։ Պապա։ Մենք ձեզ չենք խանգարում։ Լուրջ են, ինչ լավ է, շատ ուրախ եմ, գիտես չէ, միշտ սիրել եմ ճամփորդել, բայց մերոնք երբեք չեն ապրել տենց, ու ես ջղայնացել եմ իրենց վրա, որ այդքան փողի մեջ իրանք երբեք չեն ճամփորդում։ Մոնիկա, Բայց մենք ճիշտ կապրենք, մենք տարին մի քանի անգամ կգնանք արտերկիր, մանավանդ որ փողի խնդիր չունենք։ մենք դրա համար չենք գնում։ Բա ինչի համար ենք գնում։ Ես չասի, թե գնում ենք ճանապարհորդության։ Հասկացա, բայց ուր ենք գնում այդ դեպքում։ Դե խոսավ այ։ Մենք չենք գնում ճանապարհորդության։ Մենք գնում ենք ընդմիշտ։ Խոպան ենք գնում կյանքս։ Մոնիկա լրջացի։ Մի րոպե, ինչ է նշանակում ընդմիշտ գնում ենք երկրից։ Ովքեր են երկրից ընդմիշտ գնում հենո։ Ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն, չէ՞, իսկ մենք իմանալով նման խնդիրներ չունենք։ Հա, էլի որ չունենք։ Լավ, արի համարենք, որ ես ուշ եմ հասկանում ու նորից կրկնի, թե ինչի ենք մենք երկրից գնում։ Հերս ա գնում, ես իրա հետ։ Իսկ դու պետք է գաս իմ հետ։ Չէ, չպիտի գամ։ Ոնց չպիտի գաս։ Ես ուրիշ երկրում չեմ կարող ապրեմ, միայն Հայաստանում հենո։ Ոչ մեկ իր ցանկությամբ չի գնում ուրիշ երկիր ապրելու։ Ու բոլորի համար էլ դժվար է նոր միջավայրին ընտելանալը, նոր կյանք սկսելը։ Հենո, իմ կյանքը այստեղ է, իմ ընտանիքը, իմ ընկերները, իմ սիրած վայրերը։ Ես ոնց թողեմ դա ու գնամ։ Ես չեմ գալիս ու դու էլ չես գնում։ Դու քո անունից խոսա։ Այսինքն դու ինձ մենակ կարաս թողես ու գնաս։ Դու առանց ինձ կմնաս, ես առանց քեզ չեմ գնա։ Բա մեր երեխեն հենո։ Դու մտածի, որ ուզում ես երեխուն հորից կտրած լնես։ Տենց ես հա ինձ սիրում, որ հանգիստ կարաս թողնես ու գնաս։ Դու տենց էլ չհասկացար ինչա նշանակում ամուսնացած լինել։ Սիրել ու լինել սիրած մարդու կողքին։ Չտենամ, չընկնեմ, չմեռնեմ, էնում աղբերն է, էնում հոպարի տղեն է, չէ, էնում հոպարի կարգին տղեն է, մեռնեմ կյանքի, տորս արև կարոտել է աղբորս։ Ես ոնց որ տռոպ ես, հա։ Ոնց ես ջոգում դու ամեն ինչ ընկեր, կորը, դա պուլսը, դա պացերյա պուլսը, դզվե եկել է։ Դե գնա պուլսըտ գթի, քանի սիրտը չի կանգնի արա։ Աղբեր, ուր է թան պուլսը սիրտս գտնեմ, կոնես թե թո գործունեմ, աստնեմ խոդի կծեն ես բժիշկները։ Դարաս գնաս, թե տանեմ։ Այ ժանո ջան, այ աղբեր ջան, ուր տանես, նոր եմ եկեմ, մի երկու գործ կանեմ, ես իմ խոդով կեթեմ, ցավոտ տանեմ։ Դարասում եմ թող գնաս թեից։ Քո ազիզ արև արամի ասա, էլի չի տեսում, մենք իրար աղբեր ենք, կարաս ասես արամիկ, կարաս ասես ալիկիչ, ոնց ուզում ես դիմի, մեռնեմ սրտիդ։ Ալիկիչ ջան, աղբեր ջան։ Ջան աղբերս։ Ում մոտ ես եկե։ Լևոպարիս մոտ եմ եկե։ Լևոպարի մոտ, հա։ Հո։ Դե զավայ, ուսում ես ես լիֆտը, ուստեից թափով գնում ես, որովհետև դու ես վիճակով, լև հոպարիտ մոտ չես մտնելու, դավայ, գնացիր ստեից։ Ժանո ջան, էլի կեթամ աղբեր, բայց դու չգիտես, թող ասեմ նոր,
Ես պետք է մտնեմ, հոպարիս ասեմ, որ այն ատոմազավարի գլուխը ես եմ ծխել։ Ես քեզ կծխեմ, արա։ Ձենդ կտրի, արա։ Ասում եմ չես մտնելու Լևի մոտ ու բերանը չես բացելու։ Նստի ես լիֆտը ռադդ քաշի արականին, ապերում եմ։ Շանո ջան, մի րոպե, դու իմ գլուխը էլի կծխես, ախպերես, պրոբլեմ չի, բայց ես պետք է հոպարին ասեմ, որ դրա գլուխը ես եմ ծխել։ Արա դու դեբիլ ես, արա։ Դու հոպարին ոչ մի բան չես ասելու։ Դու հոպարի մոտ չես մտնելու։ Իրա, ես ինչ էլ լավ իրար գտել եք։ Ոնց ես քեզ զգում։ Ես քո խելքով ինձ արհամարում ես, հա, թշվառ։ Չվիրավորեք ինձ։ Արամիկիս տակը լավ քանդեցիր, հա, այստեղ են ասում ուշ եկավ, շուտ տիրացավ, մալադեց։ Լսեք, ես ձեր ունեցվածքի վրա աչք չունեմ, որովհետև դուք ոչ մի բան չունեք, ձեր ունեցածը 0 է, 0։ Լավ, մորդ նման աղքատ ու հպարտ չխաղաս, հա։ Արամիկն էլ մորս անունը տվեց, տեսակ ինչ եղավ։ Հա, ինչ, հիմա կարողա մի հատ հորել վերցնես, գլխովս տաս, հա, չնայած քեզնից ամեն ինչ սպասելի է։ Բայց ասեմ քեզ տղա ջան, իմանաս, որ դու անցողիկ ես։ Մորդ նման անցողիկ ես։ Ես նորից եմ կրկնում, մորս անունը չտակ։ Այ ոնց են սիրուհիները տղամարդկանց կյանքում անցնում գնում, հա տենց էլ նրանց զավակներն են գալիս են ու անցնում գնում են։ Աստված տա Ադանեն կարողանա համոզել Մոնթեին մնա։ Դու գիտես ուր ա գնում։ Գիտեմ, Բայց այդ ինչ գաղտնի գործեր են։ բայց ես Մոնթեի գաղտնիքներն ասել չեմ կարող։ Հա, բայց այնուամենայնիվ ինչ որ գաղտնիքներ ունի էլի։ Փաստորեն։ Ինչի համար եկար։ Որ հերթական անգամ աչքերիդ մեջ նայեմ, թեպետ դրանք ինձ արդեն բան չեն ասում։ Ես քեզ չասի, որ մեկնեմ եմ։ Իսկ ես քեզ խնդրեցի, որ մնաս։ Չեմ կարող։ Ինչի։ Ինչի չես կարող։ Դες լրիվ գժի տեղ ես դնում, պապա։ Չէ, գժի չէ, դու ինձ հիմարի տեղ ես դնում։ Քեզ ինչի ա թվում, որ դու ամեն անգամ ինձ կարաս հիմարեցնես, հա։ Այվանակ չեր ես խոսում, ո՞վ քեզ հիմարացնում։ Դու ուղղակի բան չես ասում, պապա։ Դու լռում ես։ Քեզ թվում է, թե լռությունը քո փրկությունն է։ Բայց ոչ այս դեպքում։ Բալես։ Անգամ այդ բալես բառից եմ սկսել զզվել, որովհետև ինձ նույնիսկ այդ բառն է կեղծ թվում։ Բալես դու պետք է քո կյանքով ապրես։ Ինչքան խանգարել եմ, ինչքան աղավաղել եմ քո կյանքը։ Էրիկա, ժամանակն է, որ ինձ բացակա դնես։ Արի թող ես հա որոշեմ այդ ներկան ու բացական։ Աղջիկ ջան, առաջին անգամ եմ ես քո մեջ այդքան զայրույթ տեսնում։ Ով դու փաստորեն ինչ-որ բան դեռ տեսնում ես։ Այդ լավ է, գիտես։ Շատ լավ է։ Որովհետև այ հիմա դու կհասկանաս, որ այս անգամ դու պիտի լրիվ անկեղծ լինես, որովհետև ուրիշ ելք չունես, պապա։ Այն բալես դու ինչ ես այդքան չարացել։ Ես միայն ուզում էի երկրից գնալ։ Ինչ ես այդքան չարացել։ Դրա մեջ ինչ կա։ Դու կիմանաս, թե ինչ կա։ Դու հաստատ չես ուզում գնաս, որ իրականությունից փախչես կամ էլ օրերից մի օր խորեն ինչի հանդիպես։ Դու ինչ-որ ուրիշ բանի համար ես գնում։ Այդ թե ինչի համար, պապա, դու ինձ կասես այսօր։ Աղջիկ ջանից վատ վիճակի մեջ մի դիր։ Այսքան ժամանակ ես եմ վատ վիճակի մեջ եղել, հիմա էլ հերթը քոնն է, պապա։ Հիմա դու ինձ պիտի լսես։ Լսեմ, բալես, էլի լսեմ։ Բայց մենակ լսելով չգիտես։ Լսելուց հետո պիտի նաև խոսես։ Որովհետև ես արդեն ասեցի, որ այսօրվա մեր հանդիպումը կարա լինի ճակատագրական։ Որ այսօրվա մեր զրույցը կարա լինի վերջինը։ Եթե իհարկե դու ինչ չասես, ճշմարտությունը։
Չէ, շատ ուժեղ ասում, պաստորեն դու ուզում ես ասես, որ ես չես թողելու, որ ես մտնեմ օպարիս մոտ, հա Ժանո։ Արա ուղեղը չի մտնում, դու այս վիճակով Լևի մոտ չես մտնելու, հասկացար, դու չես կարող ես չթողաս ես։ Համ ինչ եմ անում, չես գու որ չեմ թողում։ Ախպեր, քո ազիզ արևը նես չեմ ուզում, նես չեմ ուզում, ազիվ ենք իրար հետ դզվեն, նորից ուզում ես իրար հետ պրոբլեմներ ունենանք, ազիվ ախպերացել ենք։ Արամիկ, եթե հենց հիմա սուսուփուս չելնես հիվանդանոցից գնաս, այնքան պրոբլեմ կբերեմ կդնեմ դեմը, տակից դուրս չես գա, լուրջ եմ ասում։ Ես ողջ շքեղությամբ կանգնած եմ քո առջև, դավայ շարի պրոբլեմները դիմ առաջ։ Արա մեղք ես, արա։ Մեղք ես։ Եթե մտնես Լևի մոտ ու ասես այն ինչի համար եկել ես, արա չես ապրի, արա։ Անաս ունես դու, արա, կսպանի քեզ, արա, չես ապրի։ Ես վախենալու բան չունեմ, ապե կարոջի ես ոչ իմանիշ չեմ վախում, ես ուզում եմ մտնեմ ու ասեմ, ինքը պետք է իմանա։ Արա ինքը կորցնելու բան չունի, կսատ կաստի մի վարկյանում, ու հետո էլ ընտանիքիդ կպաչի։ Դա ճիշտ էլ կանի, ես հենց էլ ուզում եմ։ Արա դե իսկական կայսներ արել։ Դու արդեն իծի կրվասնում ես, արա, իսկ ես որ գժվում եմ վատալում, կարող է բրնեմ հենց մի պատոնից չպրտեմ դուս, ու դու Լևի հետ գիտես որտե կհանդիպես, քո թաղման ժամանակ։ Արդեն եղացնում ես, արդեն իսկականից ներվերես կերա։ Արա ինչն եմ եղացնում ես, ոսկալ ես անում։ Սուսմանալը, սուսմանա, արա այ դեբիլ, արա քո համար եմ ասում, կսպանի, արա հավատա ինձ կսպանի։ Ախպեր խիա, օրս արև խիա սենց։ Ես ամեն անգամ դու իմ կյանքը փրկում, ես էլ ստիպված քեզ պետք է շնորհակալություն ասեմ։ Արա շնորհակալություն պետք չի ինձ, նստի ու գնա, արա, գնա։ Ես տենց էլ չիմացա թե ով ես դու։ Գուցե բարին են դա է։ Քանի կար հորս վարորդն էիր, ինձ փրկած վարորդը։ Հետո պարզվեց, որ հորս դահիճն ես։ Ես չէ։ Նաև դու։ Իսկ հետո դարձար հայրս։ Ինչ-որ շատ ծայրահեղ փոփոխությունների ենթարկվեցիր քո դերակատարությամբ իմ կյանքում։ Ցավում եմ բալես, որ քեզ այդ ամենը ինչով անցկացրել եմ, ցավում եմ։ Օթային խոսք ընդամենը։ Ես ուզում եմ ռեալ խոսենք։ Խոսենք։ Մինչև վերջես ինձ բացահայտել քո կյանքը։ Ահա, չվերջ։ Իսկ ինչի է այս թվում, որ դու ստում ես։ Նորից ու նորից ստում ես։ Լավ։ Ասենք թե ստում եմ։ Ինչ ես եկել։ Որ եւս մի սուտ լսեմ։ Քիչ էր հասկանում ես։ Ես քեզ խնդրել եմ, չէ, որ դու չգնաս երկրից։ Բայց չէ, դու էլի ստում ես ինձ։ Դու խաբում ես անգամ, որ ես քեզ համար թանկ եմ։ Անգին ես դու ինձ համար բալես։ Բանկին եմ էլի, որ իմացա օգնել ես ծնողներիս սպանել ու բան չարեցի։ Ես ոչինչ չարեցի։ Փոխարենը մինչև հիմա շարունակում եմ քեզ համար անհանգստանալ։ Հա, բալես։ Դու ճիշտ ես։ Ես արժանի չեմ։ Դու պետք է հասնեիր նրան, որ ինձ պատժեին։ Մենակ քեզ չեմ։ Ալեքս Ետրակիչին էլ հետը։ Բայց ես բան չարեցի։ Իսկ ինչ էիր ուզում անել։ Ուզում էիր տայր Ալեքին սպանել, կհանգստանայիր, կամ ինձ որ սպանեիր, կհանգստանայիր։ Ես չգիտեմ։ Աղջիկ ջան, որ տայր սպանել էլի չէիր հանգստանալու։ Ձեռքդ բան չէր ընկնելու։ Գոնե հայլու մեջ նայելուց ինքս ինձնից չէի զզվի։ Բայց ինչ գիտես։ Կարող է այն ժամանակ էլ քեզ մեղադրեիր ինձ սպանելու մեջ։ Ուր ես գնում հիմա։ Դու ինչ ես դատապարտել։ Բայց ավելի վատ մի բան ես արել։ Դատվարել ես ինձ։ Հավատալ։ Իսկ դու ինձ դրա համար չես կարող մեղադրել։ Ես չեմ մեղադրում։ Բայց նաև հավատս չես ուզում վերադարձնել։ Որովհետև դու թքած ունես ինձ վրա։ Իզուր եմ ստեղ գալը։
իզուրեր իմ պայքարը։ Դու սիրում ես ապրել սրտերի մեջ։ Ու քեզ համար մեկ է, թե ով կլինի քո դիմաց կանգնած։ Աղջիկդ, թե թշնամիդ։ Ուր ես գնում։ Կարաս գնաս դու ազատ ես։ Ես էլ քեզ կյանքում չեմ զսպասնի իմ հարցերով ու պահանջներով։ Գնա ապրի քո սրտերի աշխարհում։ Հաջող պապա։ Անգիր։ Դուք դժվար միասին թեյելուց լինեք։ Հա, տղուդ վրա հարցակվել եմ, արի պաշտպանի, դավայ, շուտ։ Հիմա քո արամիկը ավելի շատ պաշտպանության կարիք ունի։ Այո, չես սխալվում։ Ինչ։ Նայու հիացի զավակովդ։ Եվ ես պետք է ոչխարին ներեմ։ Սա որ մի արածը ներեմ։ Սա ինչ որ Սրան բացատրություն չկա։ Սա է արամիկի իրական պատկերը։ Սրանից ավել բան իրանից սպասել պետք չի։ Դե երեխեն հուզված է եղել, կոտրված չի իմացել ինչ է անում։ Դա սաղ կյանքն իրան կորցրած ապրեց։ Արիք երեխուն գտնել ա պետք, տեսնել ինչ վիճակում է։ Ես հասկանում եմ ինչի համար այս ամենը։ Ինքը մի նպատակ է հետապնդում։ Ուֆ, ուրիշ տողատակել մի փնտրի, հա։ Նայդ ես մարդիկ ոնց են վերնագրել սա։ Ալեքս Էթրագիչի որդին խայտարակում է հորը ու գնում է դեմ նրա սկզբունքներին։ Իրականում Արամիկ այս ամենը անում է ինձ խայտարակելու համար։ Իմ տղան դրան ընդունակ չի։ Իհարկե ընդունակ է։ Բայց ես էլ եմ շատ բանի ընդունակ։ Հեն, արի գնանք հաց ուտենք։ Սոված չես, արի գնանք հաց ուտենք։ Պապան եկել է։ Չէ։ Ես դու ինչ որոշեցիր։ Ինչ պիտի որոշեի։ Գալիս ես մեր հետ, թե մնում ես։ Դե դա միասին չորոշեցինք։ Գալիս ես, թե չէ։ Չէ հեն։ Բա որ չէ, ինչ ես անում ես տանը։ Չհասկացա։ Եթե պատրաստ չես լինել իմ կինը։ Ինչ է նշանակում պատրաստ չես, ես արդեն քո կինն եմ։ Դու չես հասկանում, թե ինչ իմաստ կա այդ բառի տակ։ Կինը պետք է ամենուր հետևի իր ամուսնուն։ Չեմ կարող հեն։ Իսկ ես չեմ կարող լինել մեկի հետ, ով անում է այն, ինչ ուզում է ու ինչ իրան է ձեռնտու։ Լավ, ինչ ես առաջարկում ինձ։ Չեմ առաջարկում։ Պահանջում եմ, որ գնաս։ Լավ ես մտածել։ Մտածելու բան չկա։ Բա մեր երեխեն։ Ես մտածում եմ, այդ դու չես մտածում։ Դու չես մտածում, որ ուզում ես երեխեն առանց հեր մեծանա։ Խոսացիք, բայց խի հետ չեք տանում ուտել։ Անիմաստրիմ ես տղկալը։ Վիճել եք։ Ես մտածեցի, որ իրար հետ լեզու գտնեք, Վալա ջան։ Դրա համար զանգեցի։ Լավ արեցիք, որ զանգեցիք ձեզ մերսից է շատ, բայց դուք իրան մի բռնեք, ինչ ուզում է թող անի։ Միևնույն է ինք անելու են, ինչ որոշել է։ Վերջը համոզված էր։ Խոսքով գնացինք, լավ մնացեք։ Լավ, շնորհակալություն։ Տեսա։ Չուփ։
Ժանո աղբերս կյանքս փրկեց։ Արա բայց դե մեկը ոնց որ Դիմիտրոլ լինի այդ տղեն, ինքը իր պախոտքեն։ Ուֆ։ Արի, եղնիկ սարի, անար աշխար թողարի, արի մոտս մի վարանի, Ուր ես էթում, լկանգնի, ես մի բան չեմ ջոքում, հորս արև, եկ եսօր սեն սաղը տախուր։ Ինչպես։ Պանի խիտնի դեմքով տախուր։ Լկանգնի, հլը ձերդ բեր, էսի վեկանում ես։ Չէ, անհարմար դյության մեջ եք ես դնում։ Այդ փողը վերցնում ես ու իջացնում ես գրպանդ։ Գրպանը չում ես արա, լավ միտե իջացրու, ու այդ փողը ինձ հետ չտաս, որովհետև այդ մեղք կլինի, իսկ դու ջահել սիրուն աղջիկ ես, քեզ չի սազում մեղք գործես, ես հլը միտեղ մեղք գործեմ հասկացանք։ Վերջացրիք, կարող եմ գնալ։ Գնա, ինչ ասեմ, գնա։ Սրանից հետո քեզ էլ բան չեմ ասելու, դու ինքդ քո սխալը կհասկանաս։ Ու կշարժվեցնես ոնց որ քեզ հարմար։ Դու տենց սիրում ես։ Ես իրան այդքան հնարավորություն տվեցի։ Ես իրան այդքան ներեցի։ Իսկ ինքը ինչ արեց։ Ինքը տենց էլ մինչև վերջ չանկեղծացավ ինձ հետ։ Լավ եղավ որ եկանք։ Քեզ մի անգամ եւս պետքա ցավացնել, որ տեղն ընկնեիր։ Ինքը ինձ ոչ էլ ուզում էր ցավացնել։ Արի այդ մասին չխոսենք, որովհետև մեր կարծիքները չեն համընկնում։ Լսի, ես պայտակ հունից դուրս էի գալիս, իսկ ինքն իր համար շատ հանգիստ կանգնած էր։ Իրա գործի տեր մարդիկ պիտի հանգիստ լինեն։ Գնում ենք մեր տուն։ Լավ։ Բայց սենց առանց ոչ մի բան վերցնելու։ Դարդ մի արա, հայ, հետո իրերդ կբերեմ։ Սենց տնան ծենել մեր տուն։ Լավ, ոնց կորոշես։ Ապրես, մալադեց։ Ձերդ ինչ ընկավ, դու էլ պետք ասես ընկերես։ Ես ուզում էի քեզ օգնած լինեի։ Մալադեց, շատ լավ օգնեցիր, սրանից լավ չէր կարալներ։ Ես քեզ այսքան ժամանակ ճանաչում եմ, բայց դու էլի ինձ համար անհասկանալի մարդ ես մնում։ Քո քայլերը անհասկանալի են։ Եվ ինչ ես ուզում ես կյանքից, այ աղբեր։ Դու լսի, ես քեզ վստահեցի եկա դուրդ։ Դու ինչ արեցիր։ Վստահություն չի, всё, կորավ։ Ես քո լավն էի ուզում։ Հա, բայց իմ համար շատ վատ եղավ։ Դու կարող ես հիմա քեզ շատ վատ ես զգում, բայց այն երեխեն ավելի վատ վիճակում թողեց ստեղից գնաց։ Այ, քո շնորհիվ։ Դու տենց էլ չհասկացար քո լավը որն է։ Ես գնում եմ։ Շատ մերսի։ Իմ սրտացավ ընկեր, այս ամեն բանի համար ես ընդունելության համար։ Ինչ ուզում ես արա, ես ինձ վատ չեմ զգում, սիրտս ոնց թելադրել է ինձ, նենց էլ արել է։ Բարի օր ժողովուրդ ջան։ Բարի օր, ո՞նց եք, լավ։ Պապան ուր է։ Պապան սենյակում էր, մեկուսացել է իրեն բոլորից։ Ես գնամ մոտը։ Գնա, բայց ասեմ, որ շատ վատ է։ Տրամադրություն չունի, հաց չի ուտում, խոսելն անգամ չի գալիս։ Չնայած ասենք ինչի ներկայացնում քեզ իրավիճակը, դու շատ լավ էր կիմանաս, չէ՞ որ ողջ ունեցվածքը քո անունով է արել։ Բայց ուրիշ ինչ էիր սպասում, ինչ որ ակնկալիք ունեիր։ Տեսար տողատակը։ Դե լավ է։
Չի ավլադ ինձ sense վերաբերում։ Լավն մոտո։ Չի եղել հոս է, երեխան ոնց է։ Ոյ, երեխան լավա, բայց ես հեչ լավ չեմ, գիտես։ Ինչի՞։ Դե ոնց կարող եմ լավ լինել, տեսնելով Ադամի այս վիճակը։ Ինչա՞վ։ Օրորի ժամ-ժամի իրան սպանում է։ Դե գնա քույրիկի մոտ։ Գնա քույրիկի մոտ, ոչինչ, հեսա որ արդեն Վլադը հետ է լինի, կողքին լինի, ամեն ինչ կընկնի իր տեղը մի մտածի։ Դուք եկել եք որ լինակ։ Հա, Վլադը տենց է ուզում։ Ինչ լավ բան է անում Վլադը, գոնե մի բան լավ է անում։ Լավ կլինի, ես էլ մենակ չեմ մնա։ Ինչ անենք, սուրճից չսկսենք։ Դե գնացինք։ Գնացինք։ Սրանք տեղավորենք։ Հա։ Դու խաղա։ Այդ ինչ ես դու անում։ Արի գնա քույրիկի մոտ։ Չասես ինչ եմ պարկած, հիվանդ չեմ։ Բայց տեսքից էդ լրիվ ուրիշ բան է երևում։ Մտածմունքներն են ինձ տեսքից գցում։ Հանգիստ պարկի, վեր մի կաց։ Դա քեզ պարկած ընդունեմ։ Դե ես հյուր չեմ։ Ես ոնց է եկել ես։ Ադանը երեխու հետ եմ։ Եկել եք որ։ Եկել ենք որ մնանք։ Դա լավ է։ Վարյոր տղեկ։ Բարև։ Վարյոր սր։ Բարև Ժան ջան։ Բայց ինչ կա, ինչ եք եկե։ Սետրակիչն է կանչել։ Ինչի համար։ Դուրս է գրվում։ Ոնց դուրս է գրվում։ Ով է ասում։ Ինքը։ Հենա տակից մեկը մտել է ներս որ օգնի դուրս գալ։ Ինքը դուրս չի գրվում, դավայ գնացիք ձեր գործերին։ Չհասկացա։ Էս ինչ ա լև։ Այստեղ ես սուս հազիվ պրծանք ստեղից գնում ենք արդեն ժամը չտավայ։ Մի րոպե լա։ Դա ոլը գնան ստե օֆտ։ Իա, չեղավ, չհասկացա։ Դա ոնց տեղա որ ինձ օգնի։ Պարզ չի, առանձնապես լավ չեմ քայլում։ Ձեռս առնում։ Ինչ ա եղել, չեմ հասկանում, ցուկտ այ տղա ջան, մարսում եմ, չնստենք ավտոն։ Արի հենց հիմա գնում ենք հիվանդանոց։ Քեզ ովա դուրս գրե որ հիմա գնում ես նստես ավտոն չեմ հասկանում։ Որ դուրս չեն գրել, ոնց եմ հայտնվել այստեղ։ Սովորական ինքնագլուխ, վերես կացե ու դուրս ես գրվում։ Այդ տղա ջան, ես կարող եմ բժիշկ եմ ինքս ինձ դուրս գրեմ։ Լև, ստիպել ես այս մարդկանց, որ քեզ դուրս գրեն, ասում եմ, արի գնում ենք ներս հիվանդանոց։ Всё, արդեն շատ ես խոսում։ Լավ է, գնացինք։ Այդ տղա ջան, դու չես հասկանում, որ ես պիտի սոսի կողքին լինեմ։ Կյանքիդ գնով։ Դու ինչի կյանքի գնով է։ Ես չեմ պատրաստվում մեռնել, դեռ այնքան անելու բան կա։ Լև սոսը կհասկանա, եթե այս պահին դու իր կողքը չլինես, որովհետև քո վիճակը հարգելի է։ Ինձնից քեզ խորհուրդ։ Եթե քեզ չեն լսում, իզուր մի խոսի։ Ամբողջ կյանքում էլ կհիշես դա։ Դավայ, գնացինք։ Հա, գալիս ես։ Ապա ինչ անեմ։ Պիտի գամ հետդ, որ տիրություն անեմ։ Դե նստի ավտոն էլ մի ֆսֆսացրու։ Դավայ, ցուրտը։ Դավատի տարի կարա ես ինչ այսի հյուրանոցա թե ինչ արա յանım լավ թանգանոց հյուրանոց ենք եկե առավոտից տլխ պլխ տլնք մլնք չեք թողում մարդ քնի արա հա ինչ ա էլ ինչ եք ուզում ներողություն բայց ձեր քարտի հետ խնդիր կա արա չի կարա տենց բան լինի մենք ձեզ խաբելու պատճառ չունենք եթե տենց եք կարծում դուք մեր անվան հետ եք խաղում Էդ էլ է հարցը ով ում անվան հետ է խաղում ես ձեր թե դուք Իմ քարտի վրա չի կարա փող չլինի։ Մենք չենք ասում գումար չկա, կա։
Կա, բա պիտի լինի։ Ես այնտեղ եմ, որ իմ քարտերը պետք է միշտ զապրավկա եղած լինի։ Հա, բայց ձեր քարտից գումար հանել չի լինում։ Եթե դժվար չի, ճշտեք, թե ինչ է կատարվում։ Հա, այս Ալիքս Էտրակիչը ջեբիս կպնելով ուզում է ինձ պատժի, հա։ Եթե խնդիրը լուծում չստանա, կներեք, բայց ստիպված ենք լինելու ձեզ։ Հələ այստեղ հոп, ինձի դուք դուշ չեք կարող անեք, որովհետև դուք չգիտեք ում այդ գործ ունեք։